Իրավական գործընթացների մեջ է ոչ միայն հոգևորականությունն, այլև քաղաքական ու հասարակական գործիչները։ 2 օր առաջ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ բացահայտել է ազգային ժողովի նախկին падգամավոր Միրան Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրած անձանց ինքնությունը։ Նախաքննության ընթացքում պարզել էր, որ Միրան Հակոբյանի նկատմամբ բռնությունը նախապես պլանավորել են, ձեռք են բերել մեքենա եւ կեղծ համարանիշ, որից հետո ենթադրյալ հանցանք կատարած անձինք հետապնդել են Հակոբյանին, ապա հարձակվել։ Այս փաստերի հիման վրա հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Սակայն երեկ էլ պարզվել է, որ Հակոբյանի վրա հարձակվելու համար ձերբակալվածներին ազատ են արձակել դատարանի դահլիճից։ Երկուսի նկատմամբ կիրառվել է ընդհանրապես վարչական հսկողություն։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանի խոսքով Միրան Հակոբյանի վնասվածքները փորձագետը գնահատել է թեթև, այն դեպքում, երբ նա ստացել է կոտրված։ Ոնց է լինում, որ մեր ձևով ասելու համար մարդիկ են կալանավորում։ 3-ից 4 տարի առաջ հայտնած կարծիքի համար Միքայել Սրբազանին են կալանավորում։ Ընտրական գործընթացի ժամանակ աղմուկի համար կալանավորում են Վեհապարի եղբորը։ Օրը ցերեկով պետհամարանիշ փոխելով մարդու վրա խուլիգանական հարձակում գործածներին չեն կալանավորում։ Ընդ որում ՔԿ-ն հենց կալանք է միջնորդել, բայց դատարանը մերժել է։